Հունվարի 6-ին ժամը 14-ի սահմաններում Վանաձորի քաղաքային գերեզմանատանը բռնկվել էր հերթական հրդեհը։ Ամենայն հավանականությամբ այն առաջացել է գերեզմաններից պոկված խոտերը այրելու հետևանքով։ Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ էր իրականացնում Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը։ 4 խոտածածկույթները շուտ է այրվում այս եղանակին, քանի որ ձուն չկա։ Մեր կողմից կատարվել է մարտական բացազատում, ուրեմն մեկուսացում եւ մարվել է հրդեհը։ Այրվել է գերեզմանատան խոտածածկույթը եւ հարակից անտառի մոտ 1 հեկտար տարածքը, քանի որ հունվարի 7-ը մեռելոց է եւ այդ օրերին գերեզմանատուն այցելողների թիվը կտրուկ մեծանում է, հրշեջները կոչ են անում բնակիչներին գերեզմաններից հեռանալիս չթողնել կրակի օջախներ։ Իդեպ նույն օրը խոշոր հրդեհ է բռնկվել նաեւ Լոռու մարզի Օձուն բնակավայրի հյուսիս-արևմտյան մասում գտնվող անտառում, ընդգրկելով մոտ 3000-ից 4000 քառակուսի մետր տարածք, ինչպես նաեւ Վանաձոր-Փամբակ ճանապարհահատվածին հարող անտառում։ Գևորգ Դերցյան, Արտակ Բրուտյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, Հորիզոնի համար։